Երեխայի ծնողները գնացել են Սուրբ Հովհաննես մատուռ Լոռվա մարզում գտնվող, որը կատարել է տասնյակ հազարավոր մարդկանց ցանկություններ, նույնիսկ 100 հազարավոր մարդկանց ցանկություններ։ Հիմնականում այնտեղ գնում են մարդիկ, ովքեր որ երեխա չեն կարողանում ունենալ եւ Աստծուց խնդրում են երեխա, եւ բազմաթիվ խաչքարերը, որոնք վկայում են, որ Աստված շատ-շատերի ցանկությունները կատարել է։ Ում ցանկությունը կատարվում է, նա խոսք է տալիս, որ այնտեղ կբերի եւ կտեղադրի խաչքար, եւ այդքան խաչքարները, որոնք հազարավոր են, նշանակությունը այն է, որ հազարավոր մարդկանց նպատակներ կատարվել է։ Եվ այդ սուրբ տեղը այցելել են փոքրիկ Տիգրանի ծնողները, որպեսզի Աստված իրենց ցանկությունը կատարի, եւ դա միայն իրենց ցանկությունը չի, դա ամբողջ աշխարհի հայերի ցանկությունն է, որ երեխան ողջ առողջ գտնվի եւ վերադառնա իր ընտանիք։ Ամբողջ հայազգը այսօր ցավում է այս դեպքի համար, իսկապես շատ սարսափելի իրադարձություն էր, որ տեղի ունեցավ, եւ Աստված թող օգնի գտնել Տիգրանին ողջ եւ առողջ։ Եվ մենք կարծում ենք, որ շատ ճիշտ են արել ծնողները, հիմարություններին հավատալով էքստրասենսներ, չգիտես ովքեր, հարևաններին կասկածել, գնչուների վրա գործը բարթել, նման բաների փոխարեն շատ ճիշտ են արել, գնացել են Աստծո դուռը եւ խնդրում են իրենց երեխային ողջ եւ առողջ վերադարձնի ընտանիք, եւ միանշանակ մենք վստահ ենք, որ նրանց ցանկությունը կատարվելու է։ Այդպիսի զգացում կա այն բանից հետո մանավանդ, որ 10 օր անընդմեջ երեխային փորձել են գտնել գետում, ամեն ինչ արվել է, ամեն սարքավորում օգտագործվել է եւ երեխան գետում չէ։ Սա հույս է տալիս մարդկանց մտածել, որ երեխան ողջ է, ինչ որ մեկը կարող գար տաներ, դա չի բացառվում։ Այսօր այնքան աննորմալներ կան, որ նույնիսկ զանգում են հորը, երեխայի լացի ձայն են միացնում, բա մի հատ աննորմալ էլ կարող լիներ, որ այդ երեխային կգողանար։ Այս ծանր վիճակում կեղծ զանգեր, որ երեխան էստեղա շուտ եկեք, երեխային անցկացնում են Բագրատաշենի սահմանը, երեխայի լացի ձայն են միացնում, ինչ որ մեկն էլ կարող լիներ այս կատեգորիայի մարդկանցից, որ երեխային գար վերցներ ու գնար։ Կարող է երեխան չի գնացել գետի ուղությամբ, գնացել է օրինակ գյուղամեջ, մի քանի փողոց այն կողմա գնացել կամ մի փողոց այն կողմա գնացել, ոչ մեկ չի նկատել, բոլորը եղել են իրանց տներում, չեն նկատել, մեկը եկել վերցրել տարել է։ Բացառվում է, իհարկե չի բացառվում։ Եվ բնականաբար սա է պատճառը, որ շատ-շատերը մեծամասամբ հարազատները մտածում են, որ երեխային առևանգել են, երեխան գետի ուղությամբ չի գնացել եւ կարծես իրանք անիմաստ են համարում գետում որոնողա փրկարարական աշխատանքները, բայց քանի որ դա կասկածելի ամենագլխավոր կետն է գետը պետքա միշտ ստուգվի, ինչքան շատ ստուգվի գետը եւ ինչքան երեխան չգտնվի գետում, այնքան երեխային առևանգելը կլինի հիմնավորված, որովհետեւ այդ գետը գնում է ու հասնում է միտեղ, որտեղ որ ինքը բարակում է եւ ջուրը հավաքվում է ջրամբարի նման։ Այդ հատվածից ավելի է հնարավորություն տալիս փրկարարներին, որ իրանք ավելի հեշտացնեն իրանց աշխատանքները, չնայած շատ բարդ աշխատանքներ է, բայց իհարկե կարելի է սպասել մի քանի օր, որովհետեւ 10-15 օրվա ընթացքում արմինը բարձրանում է ջրի երես եւ եթե իրականում երեխան գտնվում է ջրում, սարսափելի դեպք է եղել, նա կհայտնվի ջրի երեսում, եթե չի գտնվում քարերից կամ ինչ-որ մի ճյուղերից, արմատներից կարճած վիճակում։ Եվ այսպես ուշադրություն, անճարությունից դրդված հարազատները երեխայի դիմում են էքստրասենսների կամ հենց նրանք են գտնում երեխայի հարազատներին, ուղղություն են փորձում ցույց տալ, բայց ելի ենք ասում, որ սրանք մութ մոգական ինչ-որ գործընթացներ են, որը մինչև այժմ բնականաբար արդյունք չի բերել, այսինքն եթե արդյունք լիներ, պետքա երեխան գտնվեր։ Երեխան չի գտնվել, մինչև այժմ բոլոր այդ գուշակությունները համարվում են ուղղակի խաբեություններ։ Այդ մարդկանց ասում եք գնացեք, այսինչ տեղը, այսինչ տեղում նայեք։ Այդ մարդիկ գնում են ձեր ասած ուղղությամբ, նայում են ձեր ասած տեղը եւ երեխան չի գտնվում։ Հետո հայտնվում է ուրիշ էքստրանսես, ուրիշ բան ասում է գնացեք գետի մոտ։
գետը չհասած ինչ-որ փոս կա 5 մետրանոց, պետքա երեխան ընկած լինի այդ փոսը։ Գնում են, նայում են, ոչ մի հետք երեխայից չի գտնվում։ Բոլոր նման գուշակություններ անողներին խորհուրդ եմ տալիս գնալ հենց գյուղում, ինքնուրույն փնտրել երեխային, ձեր իսկ կանխատեսած վայրում, որտեղ որ մտածում եք, որ երեխան կգտնվի, գնացեք ու փնտրեք։ Սրանով շատ դեպքերում նաև փրկարարների եւ ոստիկանների աշխատանքն է խաթարվում, որովհետեւ որտեղ որ նայել են էքստրասենսների հաղորդմամբ մի քանի անգամ են նայում եւ ժամանակի անիմաստ կորուստ է գրանցվում եւ օրը կարճ է, բնականաբար երեխային փնտրում են ցերեկով, որովհետեւ գիշերով գետում ոչ մեկ չի կարող ոչ մեկին նկատել, աշխատանքները տարվում են ցերեկով։ Եվ ժամանակ խլել փրկարարներից, ոստիկաններից ուղղակի անիմաստ է։ Մենք վստահ ենք, որ որտեղ հնարավոր էր երեխան հայտնվեր, այդ տարածքներում երեխային փնտրել են։ Սրա մասին փաստում են թե ծնողները, թե պապիկը երեխայի, բոլորը։ Եվ իհարկե չի կարելի կասկածի տակ դնել փրկարարների կամ առհասարակ բոլոր նրանց աշխատանքը, ովքեր որ ներգրավված են երեխային փնտրելու գործում, բոլորն էլ անում են ամեն ինչ, ինչ հնարավոր է։ Երեխայի ծնողները մեկնել էին Սուրբ Հովհաննես եկեղեցի Լորվա մարզում, որպեսզի իրենց երազանքը երեխային ողջ առողջ գտնելը ի կատարածվի։ Մենք հույս ունենք, որ Աստված նրանց ցանկությունը կկատարի։ Հույսը մնում է իհարկե շատ մեծ, քանի որ երեխայից որևէ կոշիկ շոր չի գտնվել գետում եւ երեխան էլ բնականաբար չի գտնվել գետում, կարելի է մտածել, որ ինչքան որ երեխան գետում է, այնքանով էլ հավասար է, որ երեխան գետում չէ, այսինքն առևանգված է։ Ծնողները հենց այդ հույս ունեն, որ երեխային գողացել են եւ երեխան կհայտնվի շուտով ողջ առողջ։ Աստված տա իհարկե այդպես լինի, բոլորիս ցանկությունն է դա, բայց ամեն դեպքում պետք է շարունակվի գետում որոնողափրկարարական աշխատանքները, ինչքան շատ լինի այդ աշխատանքները, ինչքան շատ երկար լինի, այնքան ավելի կհամոզվենք, որ երեխան իրականում գետում չէ, այլ երեխային առևանգել են եւ գետում հիմնականում խորտակվողները, մանավանդ փոքրաբարնին, այս դեպքում երեխա, եթե խորտակվել է առաջին մի քանի օրերի ընթացքում, գետը մարմինը իջեցնում է ջրի հատակ, հետո ալիքները վարար են լինում գետի եւ գետը կարող է ուղղակի ինչ-որ միտեղ պահել քարի վրա, ծառերի արմատների տակ եւ այլն եւ հետո երբ որ անցնում է մի քանի օր, 10-15 օր, մարմինը բարձրանում է ջրի երես եւ միգուցե եթե գետում է երեխան մի քանի օր